Լուսանկարում Դերձորի Սրբոց նահատակած եկեղեցին է, այն այսպիսի տեսք ուներ մինչև 2014-ի սեպտեմբերի 21-ը։ Այդ օրը իսլամական պետություն կոչվող խմբավորումը պայթեցրեց հայերի համար տասնամյակներ շարունակ ուխտավայր համարվող եկեղեցին։ Հայաստանի հարավային սահմանից մոտ 400 կիլոմետր հեռավորության վրա գործող ահաբեկչական այս խմբավորման սպառնալիքի շարավիղը մեծանում է։ Հոկտեմբերի 16-ին Երևանում հանրային օրակարգ ՀԿ-ի կազմակերպած քննարկումը նվիրված էր իսլամական պետությունից բխող մարտահրավերներին։ Գիտենք, որ ընդհանուր Հայաստանի սահմանից մի քանի կիլոմետրային ընթանում է մի պատերազմ, որտեղ կրոնական գործողը շատ մեծ է։ Եվ այստեղ, այսպես ասած, առանց ջիհադի օջախ է ստեղծում Արցախում։ Եվ դա կարող է, եթե Ադրբեջանը դա փորձում է շուռ գալ Հայաստանի դեմ, ապա նույն հաջողությամբ կարող է շուռ գալ հենց Ադրբեջանի դեմ։ Քաղաքական վերլուծաբան Աննա Բարսեղյանը Արցախյան անալիտիկոն հանդեսում հրապարակած հոդվածում առաջ է քաշում այն տեսակետը, որ իսլամական պետությունից եկող հարաճուն վտանգը կարող է դառնալ այն ազդակը, որտեղ Հայաստանը եւ Ադրբեջանը համագործակցության եզրեր կգտնեն։ Եթե նախկինում այդ վտանգը չկար, ներկայումս շատ վտանգավոր է, երբ որ Արցախին տալիս են Արցախյան հակամարտությանը տալիս են կրոնական վիճակավորում։ Կարծում եմ, որ հայ-ադրբեջանական համագործակցությունը մի տեսակ անիրական գաղափար է թվում եւ որքան էլ այս տարիներին շատ ջանքեր են թափվել, բայց ոչ մի բան չի եղել, որ մի գաղափար կամ մի իրողություն, որը կարողացել է համախմբել երկու ուժերի մի խաղաղության ձգտումը եւ այլն, չկա նման բան, ինչպես տեսնում ենք, կենսունակ չէ։ Նախքան իսլամական պետության հայտնվելը ադրբեջանական բոլոր լրատվամիջոցները անընդհատ գրում էին, որ այն պայմաններում, երբ որ Ալիևը այսքան ճնշում է բանտերն է նետում ընդդիմադիրներին, նրա հիմնական վտանգը այլևս քաղաքական չէ, այլ իսլամական։ Քննարկմանը ներկա արևելագետները լրագրողական հանրությանը հորդորեցին ավելի շրջահայաց լինել եզրույթներն ընտրելիս եւ իսլամին վերաբերող թեմաները լուսաբանելիս։ Իսլամական պետություն խմբավորումն իրեն հռչակել է խալիֆայություն։ Արևելագետ Աննա Գևորգյանը նկատում է, որ դա որևէ կապ չունի միջնադարյան արաբական դասական խալիֆայության հետ։ Օրինակ նույն խալիֆի մասին, երբ գրում ենք, որ ինքը բոլոր մուսուլմանների հոգևոր առաջնորդն է, ստացվում է, որ հիմա Ալ-Բաղդադին, որ իրեն խալիֆ է հռչակել, հասարակությունը կպատկերացնի նրան որպես բոլոր մուսուլմանների Իրանի, մուսուլմանների Սաուդյան Արաբիայի, մուսուլմանների բոլորի հոգևոր առաջնորդը, այնինչ դա այդպես չէ, որովհետև ինքը նախ ինքնահռչակ խալիֆ է, այլ բան է, որ նրան ոչ էլ ընդունում են որպես այդպիսի, բայց իր խալիֆայության տարածքում է միայն, որ ունի որոշակի դերակատարություն։ Արևելագետները հորդորում են զերծ մնալ մահմեդականություն եզրույթն օգտագործելուց եւ փոխարենը կիրառել մուսուլմանություն կամ իսլամ եզրույթը։ Իսլամում գոյություն ունի մի փոքր ուղղություն, որոնք մահմեդականներ են, ոչ թե ու հենց իրենք են մահմեդականը, որտեղ այդ մարդիկ առավոտը զարթնում են այդ կողմի վրա ոնց որ Մուհամմադն էր անում, ուտում են այն ձեռքով ոնց որ Մուհամմադն էր ուտում, ստացվում է, երբ որ մենք ասում ենք մահմեդական, այսինքն այդ փոքր խմբի անունը ընդհանրացնում է։ Քննարկմանը խոսք եղավ նաև, թե արդյոք Հայաստանը պետք է շփման որևէ եզրեր ունենա իսլամական պետության հետ, հաշվի առնելով, որ խմբավորումը առաջին հերթին լուրջ սպառնալիք է Սիրիայում բնակվող հայերի համար։ Նրանց հետ պետք է գտնել համագործակցության եզրեր, չպետք է մոռանալ, որ նրանց իրականության տակ մենք ունենք հայկական բավական մեծ համայն։ Մերձավոր Արևելքում եւ Սիրիայում քրիստոնյաների, այդ թվում հայերի ապագան լուրջ վտանգի տակ է։ Որքան կկարողանան հայերը պահպանել իրենց համայնքները Սիրիայում։ Այսօր Սիրիայում հայերը ակամա հայտնվել են ճամբարներից մեկում, հայտնվել են Ասադի կողմում, ուզեն թե չուզեն, եւ հայության հետագա գոյությունը պարզ ասենք կախված է թե ինչքանով Ասադի ռեժիմը կշարունակի մնալ Սիրիայում։ Ու բնական է, երբ որ մի օր Ասադը ընկնի, շատ լուրջ մարտահրավեր է լինելու մեր հայ համայնքի Հալեպում, Սադում, մյուս տեղերում։ Հիմա ասում եք, եթե Ասադը մնա, Ասադը որքան կմնա։ Սա է դարձել։ Ես կարծում եմ, որ երկար ժամկետով նայած քրիստոնյաները անպայման մերձավոր Արևելքից դուրս կմնեն։ Սիրիայի համայնքը դերևս մեծ մերձավոր Արևելքում ամենազորը եւ ամենահարուստ բարի բոլոր առումներով մայր գաղութ բոլոր սցենարներով ըստ բոլոր սցենարները ասում են մենք փորձում ենք
արդեն իսկ գործել Քննարկման մասնակիցները միակարծիք էին, որ Երևանը տարածաշրջանում պետք է պրոակտիվ քաղաքականություն վարի հայության և Հայաստանի Հանրապետության առջև ծառացող այս մարտահրավերներին դիմագրավելու համար։